Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կթալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Դարձյալ ապրիլ 24 է եւ ասիգա 110-րդ ապրիլ 24-ն է։ Այսօր ազգովին գիհիշադագենք մեր 1.5 միլիոն զոհված նահատակները, որոնք սրբատասվեցան եւ անոնք հաղթեցին այս աշխարհի անարդարության մեղքին ու գաբրին իրենց փառքին մեջ, սակայն մեր ազգի սիրտը, հոգին, էությունը բացված վերքի նման այսօր արյուն գոսի, որովհետև քաղաքագիրտ նկատվող աշխարհին աչքին դակավին մարդասպանը Թուրքիան անպատիժ կմնա եւ ոչ միայն անպատիժ կմնա, այլ կշարունակե իր անփարդավան ոտնձգությունները իր հարևան պետություններուն հանդեպ եւ իր մեծ ծնունդ արած ուրիշ ջիվաղմը ազերին շարունակելով իր հոր Թուրքիո այս Ջենգիզ խանի այս մոնգոլ թաթարներու ժառանգորդին գես թողած գործը 5 տարիներ առաջ ասպատակեց մեր հայրենի Արցախ աշխարհին վրա, գոդորեց մեր դուները, քանդեց եկեղեցիները, այնտեղ իրենց արյունը թափեցին ավելի քան 5000 հայ երիտասարդներ, տասնյակ հազարավոր երիտասարդներ խեղանդամ դարձան եւ դժբախտաբար ազերին իրակորձեց նույն ծրագիրը, որ Թուրքիան կատարած էր հայաթափելով հայ Արցախը։ Նույն թուրքն է, բան փոխված չէ, թերևս անցյալին եթե ֆես կտներ, հիմա եվրոպական գլխարկ կտնե, անցյալին եթե շալվար կհակվեր, հիմա դապատ կհակնի, բայց իր սրդին մեջ նույն քազանը, նույն արյուն ռուշտը, արյուն արփուն, այս ենիչերներով կազմված ցեղը, որ կողցավ հայ, հույն, ասորի եւ դակավին ուրիշ հարուստ մշակույթներ եւ այսօր աշխարհին կներկայանա իր ինքնուրույն սակայն կողցված մշակույթով, սակայն անոր պատմության էջերը արյունով կրված են։ Նույնը գնե այսօր ազերին, թյուրափոխելով ամեն ինչ, իր նավթային հորերու կումարով, պատմություն գեղձելով եւ դժբախտաբար աշխարհին ներկայանալով որպես զարգացած, որպես մարդասեր, որպես ժողովրդավար երկիր։ Երեք ցեզի ընթերցեցի արեմդահայ փանաստերց, որ նահատակ դարձավ մեծ եղերնին Սիամանտոյի Ադոմ Յարջանյանի բարը եւ խեղտամահը փանաստերծությունները, ինչպես նաեւ արևելահայ քրող Քևորգ Էմինի Սիամանտոյի աղոթքը, այսքանի օրը սիրելիներ ամբողջությամբ գլանված ապրիլյան նահատակներու այս հոգիով մեր հայոց քրագանութենենը որ գընթերցեմ եւ այս անցնող գիշեր ընթերցեցի
մեր մանկության ամենեն շատ սիրած քիրքերեն մեկը Ավետիս Ահարոնյանի ազատության ճանապարհին քիրքը։ Բիդուզեմ ցեզի ընթերցել անոր մեկ քրությունը, որ վերնակրված է Աշուղը, եւ այս քրությունը գրած է Ավետիս Ահարոնյանը 1899 թվականին Համիդյան ահավոր չարտերեն ետք։ Սիրելիներ, վայ այն հային, որ իր հայրենիքը, իր ինքնությունը, իր լեզուն, իր մշակույթը գուրանա։ Բայց վայ մանավանդ այն հայուն, որ հայոց եղերնը գուրանա։ Հովանես Շիրազ գսե հայոց եղերնը ով մտքից հանի, նա է թշնամին նոր Հայաստանի, ով գուզե թողլա, բեդական կորձիչ կամ բարզ մարդ, Հայաստանի մեջ աբրող, թե սպյուրքի մեջ, նա ով իր մտքից հանի հայոց եղերնը, նա ով ուրանա հայոց ցեղասպանությունը, նա է թշնամին նոր Հայաստանի։ Լսեցեք այս հուզիչ պատմությունը, թե ինչպես գույր Աշուղը եւ ամբողջ իր ընտանիքը սպանեցին թուրքերը եւ աչքերը գուրցավ եւ դարձավ Աշուղ, փոքրիկ զավակը միայն ազատեցավ եւ երբ փոքրիկ զավակին հետներ օրը այդ չարտի ընթացքին Համիդյան չարտերու ընթացքին փոքրիկ զավակը գորավ մեջտեղեն եւ ին քերեզմաներու մեջ սկսավ փնտրել իր զավակը։ Լսեցեք այս թուրք ժանդարմաներուն, այս թուրք ենիչերիներուն անկտությունը Աշուղին եւ անոր ընտանիքին եւ հայ ազգի զավակներու նկատմամբ։ Չարտը վերջացավ, խավարն իջավ սարերից եւ ծածկեց արար աշխարը։ Այն գիշեր հոգեմաշ էր, սոսկալի, խավարը շատ թանցր։ Քաղաքը ոչ թե քնեց, այլ մեռավ։ Փողոցներում մարդ չկար, դներում ջրակ չկար, ոչ մի ցայն։ Գենթանության նշույլ ցույց տալը այդ գիշեր ոչիրներից մեծակույնն էր։ Իշխողը մահն էր, փռնի արյունոտ մահը, որ սարսափելի թևերով սավառնում էր վեր մռայլ դներից, որոնք այդ օրը չտեսնված բաներ տեսան։ Քանի օջախ մարեց, աչք չմնաց, արյուն արցունք չթափեր։ Այժմ էլ մի զարմանալի լռություն կար ոչիրով հղի խավարում։ Ով ցայն հաներ։ Հոշոտված ու այլանդակված թիակները շարան փրված էին քերեզմանադանը, ջրթված ու արյունոտ աչքերը թեպի երկինք չռած, ասես հարցնում էին. ինչու։ Բոլոր ինչուներից ամենից անմիդը, որի վրայով թարերը քրքիջով են սահում, անպատասխան թողնելով խեղճերին։ Լուր էին նաև մեծ ոչիրի հեղինակները։ Խավար եկավ, ծածկեց արյունը մի մռայլ քողով, բայց իր հետ բերեց նաև մի սոսկում, որ թափանցում էր նույնիսկ ամենաանսիրտ արյունարբուհի երակներում։ Նրանք թաքնվեցին իրենց դներում, ինչպես որսից թարցող քազաններ փնում։ Այն գիշեր դրսում, փողոցում ու մանավանդ հայոց քերեզմանադան շուրջը մի բան կար, որ հազար աչքով, հազար ցևով քալարվում էր խավարի մեջ եւ խեղդում։ Քամի էլ կար, աշնանային չար քամի։
Շատ ուշ միայն փողոցներից մեկում հայտնվեցին մարդկային մի խումբ ըստվերներ, 20-ի չափ թուրք զինվորներ և մի հիսնապետ։ Նրանք շարժվում էին հանդարտ անցայն, ասես վախենալով մահու հանգիստը խռովել կամ զայրացնել խավարի մեջ կալարվող սարսափը։ Ինչ էին փնտրում այս անաբադ փողոցներում այդ ժամին։ Անկարելի էր իմանալ մթության մեջ։ Միայն նրանք անցնում էին քողերի զգուշությամբ, մերթընդմերթ գանք էին առնում այս ու այն թրան առաջ, ականջ էին դնում և կրկին շարունակում ճանապարհը նույն զգուշությամբ։ Փողոցի ծայրում հիսնապետը, որ առաջ էր ընթանում, գանք առավ։ Մի քանի թիակներ կային գետնին փռված։ «Վերցրեք», հրամայեց նա։ «Պետք է տանել այնտեղ»։ Այնտեղը հայոց գերեզմանատունն էր։ Մի քանի հոգի մոտեցան, վերցրին թիակները և դրին ձեռքերի պատգարակների վրա, ապա կրկին առաջ շարժվեցին։ Այս խումբը փողոցներում թափված վերջին թիակները հավաքելու բարդ ունեին։ Դարձյալ մի քանի տեղ կանգ առան, դարձյալ թիակներ շարեցին նախկինների վրա և շարունակեցին ընթացքը։ Մեկ էլ հանկարծ իրենց արյունոտ փերը վար դրին և բոլորը միասին քարացան։ Հեռու գերեզմանատնից քամին մի ձայն էր բերում, մի աղեգդուր ձայն, որ լսվում էր մերթ ինչպես խորունկ հառաչանք և մերթ ինչպես օգնության աղաղակ կամ սարսափի սրտաճակ ճիչ։ Երբեմն քամու հետ խառնվելով այդ զարմանալի ձայնը մեծանում էր, դառնում հարյուրավոր կոկորդից պոռթկած մռմռոց։ Այդ ժամանակ թվում էր, թե գերեզմանատան բոլոր թիակները միանգամից ջջում են, հառաչում են ցավերից և թաթ ու արդարություն են պահանջում։ Երբեմն էլ, երբ քամու թափը մեղմանում էր, պարզ ու որոշ լսվում էր մի սրտաջմլիկ երգի ձայն, որով կարծես մի սգավոր ոգի նզովում էր աշխարհի արդարությունը և լուռ թիակների ցավերն էր ողբում։ Այս խավարի, այս սարսափի մեջ անսպասելի, քերբնական էր թվում այդ զարմանալի ձայնը, և խումբը քար կդրած լսում էր, անկարող լինելով առաջ գնալ։ Իրենց ձեռքով խողխողվածներն էին խոսում, նրանք էին բողոքում, և դահիճներն անկարող էին չլսել։ Երգը շարունակում էր. «Սև խավարն իմ ընկերն է անբաժան, ես չգիտեմ ինչ ասել է պայծառոր, բայց այսօրվա խավարն է խոր, հոգեհան, թիակները փսփսում են ահավոր և պատմում են իրենց ցավերն անպատում, որից Աստված գուցե թողա երկնքում։ Հին քարերից ցավեր շալկած համրորեն, հառաչելով անծակ արյան ծովերով, համբերության դասեր արիք լեռներեն, քնեք այժմ փոցով, ցավով, վերքերով և պատմեցեք ձեր ցավերն անպատում, որից Աստված գուցե թողա երկնքում»։ Այս իմանջար քնարն ունի երեք լար. այն ողբածային, լալկան, խղճուկ թողթոչուն։ Ինչպես ողբամ ձեր ցավերն անհամար, սրտեր վառեմ, արցունք քամեմ ես անհուն, դուք պատմեցեք ձեր ցավերն անպատում, որից Աստված գուցե թողա երկնքում։ Դարաբանքի, սուգի ու սևի ինձ ընկեր, մարդ չմնաց իմ արյունոտ վատանում։ Լուր են շուրջս, լեռներ, ձորեր, շիրիմներ, լոկ քամին է գողգողակին մրմնջում։ Դուք պատմեցեք ձեր ցավերն անպատում,
որից Աստված գուցե թողա երկնքում։ Գտեք այդ մարդուն, հրամայեց Հիսնաբեդը։ Քերեզմանադանն է բեյ, պատասխանեցին մի քանի երկչոտ ձայներ։ Քերեզմանադուն գնացեք 10 հոգի, առաջ։ Խմբից 10 մարդ բաժանվեցին եւ անհաստատ քայլերով առաջացան, դանելով իրենց հետ հավաքած թիակները։ Ցայնը շարունակում էր. Ես էլ ցավի թաշն գաբեմ քամու հետ եւ արցունքի երկեր հյուսենք միասին։ Նա խաղում է ամբրոպների շանթի հետ, նա հույզ ու փոց կդա նաեւ մեր երկին։ Գույր աշուղը մրրգաշունչ խոլ քամին գբատմեն ծեր դարաբանքներն աշխարին։ Որնա քամի հազարումի ցայներով, թող սարսրան լերներ, ծորեր, անթունտներ, անցիր մեկ թիակների վրայով, լիզիր վերքեր ու հավաքիր հարաճներ, գույր աշուղը մրրգաշունչ խոլ քամին գբատմեն ծեր դարաբանքներն աշխարին։ Ինչ ես վազում աննպատակ հերուն, հարաճանքներ, խոր ծավեր շալագած, վեր սլացիր թեպի երկինքն անհուն, կդիր քահը ուր բազմել է մի Աստված, թե անզոր է սրբել արցունքն աշխարում, քահել բեք չէ եւ ոչ Աստված երկնքում։ Փչիր վրան ահեղաշունչ որոդով, թող իր քահը թողա հիմքից եւ Աստված, թող երկինքը մտնի իր վառ աստղերով, դիեզերքը թարցու քաոս ավերած, թե անզոր է այն Աստվածն աշխարում, քահել բեք չէ եւ ոչ Աստված երկնքում։ Զուր ես խառնում ձեր ալիքներն աշուղին, այնտեղ միայն հին օրերի խոհեր կան։ Դու խոմ գիտես լեզու, խոսք տալ ժայրերին, նրանց ասա, թող քեզ պատմեն ինչ տեսան, երբ անզոր է այն Աստվածն աշխարում, քահել բեք չէ եւ ոչ Աստված երկնքում։ Անցիր հանդարտ շիրիմների վրայից, հողի դագել թշվառները քուն չունին, շարան հողաթմբի խորքերից, խուլ մրմունջներ գուցե լսես ցավակին, երբ այսքան ցավ ու արյուն գա աշխարում, քահել բեք չէ եւ ոչ Աստված երկնքում։ Զինվորների խումբը հասավ քերեզմանադանը, թիակները ներս տարան եւ գանք առան առանց համարձակվելու շատ խորքերը քնալ, ուր սարսափն էր թակավորում։ Ո՞վ ես, ցայն տվեց խմբից մեկը։ Պատասխանի փոխարեն երկիչը շարունակեց այս անգամ ավելի ուժգին, ավելի ցավոտ. գույր աշուղը մրրգաշունչ խոլ քամին սև երկ գասեն, ցավ գբատմեն աշխարին, երբ այսքան ցավ ու արյուն գա երկրում, քահել բեք չէ եւ ոչ Աստված երկնքում։ Զինվորներն առաջացան վախվխելով։ Նրանք քայլում էին հողաթմբի եւ թիակների վրայից, իսկ երկիչը մերթ երկում էր եւ մերթ հեգեգում էր այնպես, որ գարձես բոլոր դաբանաքարերը նրա հետ միասին հեծգլդում էին ցավից եւ մեծ սուքը մարմին առած քալարվում էր բոլորից վեր թիակների եւ շիրիմների վրա։ Զինվորները հասան եւ գանք առան։ Նրանց առաջ մի դաբանակարի վրա նստած էր մի հադիկ մարդ, մի ձերունի։ Նա գլխապած էր եւ մազերն ու միրուքը քամուն տված նայում էր թեպի վեր, թեպի անսահմանությունը եւ գարձես բոլոր զոհերի արյունն էր բահանջում։ Քաղաքում նրան աշուղ էին ասում, բայց իրոք նա մեծ դարդից էր աշուղ դարձել։ Հերու հայրենի գյուղում նա տեսել էր իր բազմանդամ ընտանիքի գորուստը իր իսկ դան փոցերի մեջ
ինքն էլ զույգ աչքերի քնով հազիվ էր կարողացել փրկել մի հադիկ զավակին, որի հետ մի օր հայտնվեց ա գյուղում։ Այստեղ փոքրիկ 10 տարեկան երեխան առաջնորդում էր գույր հորը, եւ սա երգում էր աղեգդուր երգեր փողոցներում, փագերում, դներում։ Նրա հին սազի լարերից ասես գաթիլ ցավ էր թափվում, իսկ ցայնը անհուն ցավի շեշտ ուներ։ Երբ չարտն սկսվեց, նա դարձյալ դուրսն էր եւ ընդհանուր իրարանցումի մեջ գործրեց երեխան։ Մինչև ուշ գիշեր նա թափարեց փողոցներում, գանչեց, ջչաց, իզուր, որդու ցայնը չլսեց։ Նրան չսպանեցին։ Ինչ արժեր մի գույրի կյանքը։ Իմանալով, որ թիագները քերեզմանադանն են հավաքված, նա գիշերը ջանգրելով բարձրացավ մինչև քերեզմանադան փլրագը եւ մերթ ձնգաչոք, մերթ սողալով մեգիկ շոշափեց թիագները, մի հադիկ զավակի թիագը փնտրելով։ Երբ չանքերն անօգուտ անցան, նա գծգվեց մի քարի վրա, դուրս քաշեց մեջքից իր սազը եւ հին օրերի ունգընթիրների այս սարսափելի գիշերին վերջին անգամ սուկ ասաց։ Նրա ցայնը բարձրանում, դարածվում էր մեռած քաղաքի վրա, դանելով իր հետ այնքան անմեղ արյան փողոքը։ Քիչ հետո աշուղը կանգնած էր հիսնաբեդի առաջ։ Ո՞վ ես դու, հարցրեց բեյը։ Ես սուկ ասող եմ։ Ինչ էր ասում այնտեղ։ Օրոր էի ասում, բեյ, սուկ էի ասում։ Ում համար։ Ում համար։ Աստված գիտե։ Ով քեզ իրավունք տվեց, որ քո ոռնոցով քաղաքի քունը եւ խաղաղությունը խանգարես։ Եթե լույս լիներ, հարցնողը կտեսներ, թե ինչպես ձամաձրվեցին ձերի շրթունքները եւ նա սոսկալի գերբով ժպտաց։ Խաղաղությունը գրկնեց ձերը հեքնապար։ Քերեզմանադան թիագներն ու քարերը չեն լսում, բեյ, իսկ ով որ այնտեղ քերեզմանադանը չէ, նա գարմիր ծերներ ունի, ոչ մի ցայն նրա խաղաղությունը չի վրդովի, ում էլ ծերքերը ոչիր չեն կործել, նրանք սարսափից խլացել են, Աստվածն էլ ծերն է։ Ես էլ սուկ եմ ասում, բեյ, օրոր եմ ասում, չէ դուք որ ուզեցիք որ քնեն, ով դարավ քեզ այնտեղ, դու խոմ գույր ես։ Սրդի գրակն ու արյունի հոդը, դու հոդ չես առնում, որ թողնենք էլի գերտաս այնտեղ։ Հա, բեյ, գերտամ, իմ դեղն այնտեղ է, ինչու հետ բերիկ ինձ, ես մենակ եմ, ցավը մեծ է, շատ մեծ է, զույգ գույր աչքով այդքան ցավ երբ ողբամ, թե օր ու գիշեր գրակ ու փոց չդառնամ։ Ինչ էր երկում այնտեղ, երկիր մեզ համար էլ։ Բեյ, գիշեր է, այժմ մերելների երկ կասեն, երկիր մերելների երգը։ Ձերը նստեց գետնին, սազը ծերք առավ եւ սկսեց։ Խոսիր քնար,
արար աշխար թե լրի, ցավի արյան դարաբանքի լուր ծոցում, գույր աշուղը հարաճանքի բարդք ունի, թշվարության ու անեծքի վայրերում, այսքան չարիք, թե մորանան մեր որդիկ, թող ողջ աշխար հային գարթա նախադինք, երեք լարգա, մեկը մեկից սքավոր, մեկն արյուն, մեկն արցունք է կամում, և երորդը այն ամենից թունավոր, անեծք ունի իր թրթրուն խաղերում, այսքան չարիք, թե մորանան մեր որդիկ, թող ողջ աշխար հային գարթա նախադինք, սև բռնության ավերածի զինվորներ, խոբան ավեր փոց պրեցիք ծեր ոտքով, փնագություն շեն քաղաքներ ու ավեր անաբադի վերածեցիք անվրդով, այսքան ավեր թե ներեն ցեզ մեր որդիկ, թող ողջ աշխար հային գարթա նախադինք, թիակների վիշտը լացի ու ցավեր, քանի թարեր լոկ ողբ ու սուկ ենք ասում, այժմ անեծք տահիջներին մարդագեր, վրեժ միայն, լոկ վրեժ եմ բահանչում, այսքան արցունք, թե մորանան մեր հայր, մի փոքրիկ մանուկ էր, որ խավար անգյունից դուրս տրավ և փաթաթվեց ձերի բարանոցով, որդին էր, զավակս, հայր, հայր, գրագ, որոդաց բեյը և նույն վարգյանին դասնյակ հրացանների որոդը խեղտեց մանգան աղաղակը, նրանց փողերից դուրս վիժած փոցերը մի վարգյան լուսավորեցին փողոցի թանձր խավարը և հայր ու որդի իրար կրկած թավալեցին իրենց արյան մեջ, նրանց շրթունքները թողթողում էին և կարծես թեր մրմնջում էին, այսքան արյուն, թե ցեզ ներեն մեր որդիկ, թող ողջ աշխար հային գարթա նախադինք, ահա սիրելիներ, ահա պատգամը ապրիլ 24-ի, այսքան արյուն թե որ ներեն ցեզի, մեր որդիները գսե, թող աշխարը նախադե հայը, այսօր դժբախտաբար կան մարդիկ, պետական մարդիկ կամ ազգի մեջ մարդիկ, որոնք կուզեն մոռնալ հայոց ցեղասպանությունը, մոռնալ հայոց թափած արյունը մեր նախնիներու, բայց չեն գիտեր, որ անոնց արյունը նույնիսկ Աստուծո դիմաց գաղաղագե, ինչպես որ Աբելի արյունը Աստուծո դիմաց գաղաղագեր, երբ Գայեն իր եղբայրը զինք սպանեց, տեսեք սիրելիներ, տեսեք մեր նահատակներու արյունը, ինչպես գաղաղագե Աստուծո դիմաց, Հայտնություն Հովանու գրքի 6-րդ գլխուն մեջ կգարտանք, թե 10-րդ համար անոնք բարձրացային գսեին, մինչև երբ պիտի սպասես սուրբ և ճշմարիտ դեր, երբ պիտի թադես երկրի բնակիչները և մեր արյան վրեժը լուծես անոնցմե, և ինչ կգարձեք, նահատակներու այս աղաղակը Աստված պիտի արհամարհե, Աստված պիտի լրացնե, Աստված անբադիժ պիտի թողե, ցեղասպան, մարդասպան, թուրքը, ազերին, ոչ, այլ պիտի տեսնենք, որ Աստված անոնց պիտի սե, գարդ ժամանակ մը ևս սպասեցեք, դակավին կան, որբեսի ծեր թիվը ամբողջանա ծարայագիցներով, այն եղբայրներով,
որոնք պիտի սպանվին եւ իսկապես սպանվեցան 2020-ին, ատկի առաջ 2016-ին ապրիլյան քարորյա պատերազմին, նահատակներուն թիվը արդեն կամփոխչանա երկնքի մեջ եւ անոնք հաղթանագողներն են։ Թուրքը չէ հաղթանագողը, ազերին չէ, այլ նահատակները հաղթեցին, որովհետեւ դարձյալ հայտնությունով անու քրքի մեջ կսվի 13-րդ գլխու 11-րդ համարի մեջ մեր եղբայրները անոր այսին սատանայի կորձագից այս անգամ թուրքին ազերիին վրա հաղթանակ դարին քարնուգին արյունով եւ իրենց դված վկայությամբ, որովհետեւ անդեսեցին իրենց կյանքը եւ հանցնարին մահը։ Մեր նախահայրերը հանցնարին մահը քարնուգին արյունով եւ իրենց դված վկայությամբ հաղթեցին, որովհետեւ մենք հարութենաբաշ ժողովուրդ ենք, մենք մեր Տիրոջ կհավատանք, գծաղրեն մեզ քրիստոնյալնալուս համար, սակայն Տերը սավ մեզի, հայտնություն 2-րդ գլուխ 10-րդ համար, մի վախնար այն չարչարանքներուն համար, որ պիտի գրես, հավատարիմ եղիր ինձի, նույնիսկ եթե մերնիլ պետք է, եւ ես քեզի կյանքի բսակը պիտի տամ։ Ահա մեր նահատակները կյանքի բարած բսակին է, որ պիտի արժանան, իսկ Աստված իր ահեղ թադաստանով պիտի խիստ բաժե Թուրքիան եւ Ազերին։ Դեսանք սիրելներ, թե անցնող դարիներուն ինչպիսի ահավոր երկրաշարժներ եղան Թուրքիո մեջ։ Այդ բոլորը աստարարություններ էին։ Պիտի քաշուդով երկրի վրա անգամ անոնց թադաստանը, Աստուծո ահեղ թադաստանը անոնց վրա, Աստուծո ահեղ բարգությունը անոնց վրա պիտի թափի ու պիտի տեսնենք եւ բոլոր ուրացողները եւ բոլոր թավաջանները իրենքալ ազգին մեջ հութայի անունը պիտի ժառանգեն ու պիտի գործվին։ Հետևաբար սիրելներ, ամուր մնանք մեր հավատքին մեջ, քաչ մնանք, վստահենք մեր Տիրոջ եւ հզորանանք երկրի վրա, միապանինք, միախմբվինք, հավատքի մեջ հզորանանք, ամուր բահենք բոլոր այն սրբություններ, որ մեր հայրերը մեզի գդակցկեցին, քրիստոնեական մեր հավատքը, մշակույթը, լեզուն, հայրենիքը, հողը, եկեղեցին, պետականությունը, ամեն մեկ սահմանը, որովհետև պիտի տեսնենք օրը, Հովհաննես Շիրազի երազը պիտի իրականանա եւ Արարատը ետ դում պիտի դառնա։ Այդ ժամանակ Արարատի քակատին հայոց երակույնը պիտի ծածանի։ Պիտի լա սիրելիներ, որ Արցախայությունը ետ դուն պիտի դառնա։ Պիտի լա, որ Գարսն ու Վանը ետ դուն պիտի դառնան, որովհետև արդարությունը չի գտնար խեղդված մնալ մինչև վերջ։ Արդարությունը չի գտնար ծածկվել թանցր վարակույրով, օրը դարձյալ մեջտեղ պիտի կա լուսաջաջանչ արևու պես։ Եվ ինչպես Դանիել Վարուժանը գսե, ու ես գլսեմ վարտահեղեղ արշալույսի ձակման լուրը։ Պիտի տեսնենք այդ վարտահեղեղ արշալույսի ձակումը, կարևորը որ սիրենք իրար, միախմբվենք, մեկում տնենք անձնական, գուսակցական, երկրորդական, երրորդական բոլոր հարցերը, միախմբվենք մեկ խաղապարի շուրջ, հայոց պետականության, անսասանության, այս երկբերգվածութենեն, այս բաժանարար հոգիեն հերու մնանք, իրարու հանդեպ քաղցրը լանք, ներողամիտ եւ սիրով, որբեսի երբ ու զորանանք սիրելներ, որբեսի երբ բահը կա, այդ ժամանակ
մենք պատրաստ ըլլանք մեր ճշմարիտ հաղթանակը դոնելու։ Թող մեր նահատակ հայրերը, որոնք սրբատասվեցան, բարեխոսեն երկինքեն մեր ազգին համար, որ մեր ազգը մնա անսասան, միապան, հայոց պետականությունը մնա անսասան, հայոց եկեղեցին ըլա սուրբ, հայոց բանակը հզոր, կերևարված մեր զավակները դուն վերադառնան ու մենք ազգովին ազգերու մեջ դառնանք որպես ստեղծագործ, շինարար եւ լուսավոր ազգ։ Թող մեր նահատակներու պատգամը արթնության գոչը լա բոլորիս։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։